Շնորհակալություն, հարցը ուղղում եմ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, Տիկին Ավանեսյան, այսօր առիթներ ունեցաք խոսելու առողջապահության ապահովագրական համակարգից, բայց քանի որ առաջին փուլով համակարգը ներառելու է 65+ տարիքի անձանց, որոնց ապահովագրավճարը փակելու է պետությունը, խնդրում եմ մի փոքր մանրամասնեք, մասնավորապես ինչ ծառայություններից կարող են օգտվել մեր քաղաքացիները եւ մի փոքր հստակեցում, արդյոք համակարգը գործելու է 2026 թվականի հունվարի 1-ից հենց։ Շնորհակալություն։ Արդյոք պատասխանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, համեցեք Տիկին Ավանեսյան։ Շնորհակալ եմ հարցի համար, 65+ տարիքի անձանց համար, ինչպես նաև մնացած բոլոր ապահովագրվողների համար լինելու է մեկ տեսակի բազային փաթեթ։ Սա ևս շատ կարևոր է ընդգծել, որ մեր քաղաքացիների համար պարզ լինի, որ մենք հենց գնահատել ենք յուրաքանչյուր խմբի ամենաանհրաժեշտ ծառայությունները եւ փաթեթը կազմել ենք հենց այդ տրամաբանության մեջ, որ առաջին հերթին մենք պետք է ապահովենք այս անհրաժեշտ բազային փաթեթը եւ հետագայում արդեն մասնավոր ապահովագրական ընկերությունները եւ այլ ձևաչափերով քաղաքացիները հնարավորություն կունենան ձևավորելու պլյուս փաթեթներ, նաեւ ներառելով նորանոր ծառայություններ։ Եվ ուրեմն այս փաթեթը ներառելու է հիմնականում առաջնային օղակի, այսինքն ամբուլատոր ծառայություններ, պոլիկլինիկական ծառայությունների շրջանակներում, ընտանեկան բժշկի այցեր, նեղ մասնագետի այցեր, լաբորատոր հետազոտություններ, որոշակի տարեկան քանակների եւ գումարային շրջանակներում, սա էլ այսպես ամբողջական եւ լրիվ չէ, բայց ուզում եմ ասել, որ այն հաշվարկները, որ մենք մեր ուրեմն բարեփոխման հիմքում դրել ենք, հենց այդ տեսանկյունից է, որ բավարարելու է առաջնակի ամենակարևոր կարիքներն ու պահանջմունքները։ Հիվանդանոցային բուժօգնություն, դա վերաբերելի է օրինակ վիրահատություններին։ Ես հաջորդիվ անընդհատ կհրապարակեմ կոնկրետ ծառայությունների ցանկով, որովհետև այստեղ էլ շատ կարևոր է, որ մեր համակարգը չի գործելու այն տրամաբանությամբ, որ մենք ապահովագրությունը փակում է, բացի եւ ինչ որ մանր տառերով բաներ, այլ ճիշտ հակառակ տրամաբանությունն է լինելու։ Մենք ունենալու ենք հստակ ծառայությունների ցանկ, ու ամեն քաղաքացի իր հավելվածում կարող է հասկանալ այդ ապահովագրությունը, այդ ծառայությունը փակում է, ինչքան է պետությունը վճարելու, որպեսզի նա այդ ծառայությունը ստանա։ Շատ կարևոր ծառայություններից են, օրինակ ակնաբուժական, մեր ուրեմն ավագ սերնդի ներկայացուցիչների համար կատարակտի վիրահատությունը, որ աշխատունակության պահպանման ամենակարևոր ծառայություններից է, փակելու ենք, սրտանոթային հիվանդությունների, դեղորայքի հատված, վիրաբուժական հատված, այո, մտնելու է ապահովագրության մեջ եւ այսպես շարունակ Տիկին Պողոսյան։ Արձագանք։ Շնորհակալություն, Տիկին Ավանեսյան, եւ մեկ հարց եւս, այն մասնավոր բժշկական կենտրոնները, որոնք այս պահին պետպատվերի ծառայություններ չեն մատուցում, արդյոք կարող են ներառվել եւ ապահովագրական ծառայություններ մատուցել։ Շնորհակալություն։ Ես նաև ձեր նախորդ հարցի կտորին պատասխանեմ, տեսեք, մենք ամսաթվի հետ կապված, որ օրվանից կսկսի գործել համակարգը, պարոն Թորոսյան ճիշտ ասում, ձեզնից էլ է կախված, այսինքն ազգային ժողովում օրենքը ընդունվելուց արդեն մենք ունենանք հստակ ամսաթիվը, որ օրվանից է գործելու։ Հաջորդիվ, ուրեմն ապահովագրության սպասարկման համար ուրեմն լինելու է բաց առաջարկ բոլոր բժշկական կենտրոններին եւ այն կենտրոնները, որոնք կբավարարեն մեր կողմից սահմանված չափանիշներին, դա կլինի որակի նկատմամբ, սպառման ծավալների եւ այլն, մենք շատ այսպես հստակ պայմաններ ենք դնելու բժշկական կենտրոնների համար, որպեսզի նրանք իրավունք ունենան միանան ապահովագրական համակարգին եւ առանց տարբերություն դնելու պետական թե մասնավոր որակի նկատմամբ չափորոշիչները նույնական են լինելու բոլորի նկատմամբ։ Շնորհակալություն։ Գները փոխհատուցման եւս առանց տարբերության են լինելու։ Շնորհակալություն, հարցերը սպառվեցին, նիստը նույնպես։